Այս իմ դումն է, բնակավայրը եւ միևնույն adin աշխատավայրն է։ Որ հոբին մի օր ապրուստի միջոց կդառնար, 64-ամյա Մարալ Շեհումելյանը չէր պատկերացնի։ Տիկին Մարալը Սիրիայի իր տանը բացառապես հաճույքի համար էր ստեղծագործում։ Թաղիքագործությամբ ու հուլունքագործությամբ զբաղվում։ 2015-ին պատերազմական Սիրիայից Հայաստան փախչելիս հասցրել է նաև իր ձեռագործ աշխատանքներից մեկը վերցնել։ Ժամացույցի ցևով պատրաստած եմ Ուրֆայի ասեղնագործությունն է եւ այս հիշադակը իմ Հալեբի բնակարանեն վերցուցած է դասպերած եմ։ Այստեղ ընտանիքը սկսեց 0-ից տուն տեղ դնել։ Երբ որ մտածելակերպը պետք է փոխվի, տուն սիրողականին դուրս գելես այլևս աշխատանքը կվերածվի շահութապեր։ Ձեռքի աշխատանքները վաճառելու հմտությունները տարբեր դասընթացներում է սովորել տիկին Մարալը, բայց դա էլ քիչ էր։ Շրջապատեր պետք ճանաչում, այդ հարթակն էլ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության օգնությամբ գտավ, մասնակցելով նրանց ցուցահանդեսներին։ Նաև այդտեղ ձեռք բերած կապերի օգնությամբ հաճախ աշխատանքային ճամփորդությունների է մեկնում։ Առաջիկայում Արաբական Միացյալ Էմիրություններում ասեղնագործություն պետք է սովորեցնի տեղի փախստականներին։ Ես հիմա Ուրֆայի ասեղնագործությունն որ ինքը մեդաքսի թել եւ մեդաքսի դորի վրա եմ ասեղնագործում։ 500 դրամից մինչև 2000 եվրո արժեն նրա ձեռքի աշխատանքները։ Հիմնականում օգտագործում է մետաքս, բարձրորակ բուրդ ու բնական քարեր, հուլունքներ։ Այս հմտությունները տատից ու մորից է սովորել։ Սիրիայում միայն տնային տնտեսուհի էր, հիմա բիզնես լեդի։ Հայաստան գալիս վերջ ես դարբեր փառատոներով երբ որ մասնակցեցա Լա Ամերիկա Smithsonian ֆեստիվալի Լա Սուրաճկուն շարժա եւ այլն Իմ նպատակը կյանքի երազանքը մասամբ իրականացավ, որ ես աշխարհին գրծածանոթացնել հայ գնոջ ցիրկը, վարք ու փառքը գենցաղը եւ այդ մեկը ինձ կողմնակություն, հբարդություն տվավ եւ արիտ տվավ, որ ես ավելի սիրեմ, ավելի գարչիմ եմ գդարած աշխատանքին։ Նաև տիկին Մարալին աջակցած ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանի ֆոնդային բորսայի հետ միասին օրերս հնչեցրու զանգը հանուն կանանց եւ աղջիկների տնտեսական հզորացման խորագրով միջոցառում էին կազմակերպել։ Սա սիմվոլիկ արարողություն է, ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ Նրա խոսքով աշխարհի տարբեր երկրներում ֆոնդային բորսաներն այսպիսի զանգի հնչեցման արարողություններով ընդգծում են մասնավոր հատվածում գենդերային հավասարությանը հասնելու կարևորությունը։ Օրինակ, ըստ Եգանյանի, իրենց ընկերության 60%-ը կանայք են, որից 30%-ը խորհրդի կազմում։ Իրականությունը այն է Հայաստանում, որ ֆինանսական համակարգի մեծամասնությունը աշխատակիցների նույնպես կանայք են։ Հայաստանում 27 ընկերություն է միացել ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության կանանց հզորացման սկզբունքներ ծրագրին, բայց դրանք հիմնականում միջազգային ընկերությունների հայաստանյան մասնաճյուղեր են։ Սա ենթադրում է, որ այս ընկերությունները պատրաստ են նպաստել կանանց հզորացմանն ու իրենց աշխատանքում առաջխաղացմանը, ստեղծելով նրանց համար նպաստավոր պայմաններ։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին հարցրինք, որպես այդ հարթակին միացած կազմակերպություն, ինչպես են աջակցում հատկապես մայրության արձակուրդ գնացող կամ վերադարձած կանանց։ Առհասարակ նոր երեխաների ծնունդով կապված կան խրախուսական ֆինանսական խրախուսություն միանշանակ, ինչպես նաև աշխատանքի գրաֆիկի փոփոխություն, մեր համար ամենակարևորը աշխատանքի արդյունքն է, վերջնական արդյունքը։ Մարդը եթե կարողանում է իր առջև դրված նպատակներին հասնել, դա կարա գրաֆիկի փոփոխություն ենթադրի, մենք դրան կողմ ենք։ Բայց աշխատավարձը նույնությամբ պահպանում է։ Մենք չենք խրճատում, չէ։ Օրինակի համար 3 տեսա նորածին երեխա մեր գրասենյակում եւ իրան ճիշտ կերակրում էին։ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանը հիշեց, երբ 25 տարի առաջ իր առաջնեկը նոր էր ծնվել, աշխատանքի վերադառնալու ինչ դժվարություններ է ունեցել։ Երեխայիս խնամքի համար ստիպված էի դայակ վարձել եւ ունենալով ղեկավար պաշտոն այդ ընկերությունում շատ հաճախ տուն էի վերադառնում շատ ուշ ժամերին եւ մտավախություն ունեի, որ կարող եմ գեղեցիկ օր նաեւ երեխաս մոռանա ինձ։ Սա այն վառ օրինակն էր, որ մի կողմից ուզում ես աշխատաշուկայում լինել, որովհետև թույլ չէի կարող ինձ տալ դուրս գալ աշխատաշուկայից, մյուս կողմից նաև երեխայի խնամքներ։
Մի կողմից պետությունը հավասար իրավունք է տալիս կանանց եւ տղամարդկանց ներգրաված լինելու աշխատաշուկա եւ մենք ունենք դա, սակայն պայմանները մեզ թույլ չեն տալիս, որպեսզի մենք կարողանանք օգտվել այդ հնարավորությունից։ Հայաստանում կանայք կարող են հզորանալ, ինքնուրույնանալ, սեփական բիզնեսը ստեղծել կամ մասնագիտական առաջխաղացումներ ունենալ, եթե միջավայրը, գործատուները, ընտանիքն ու համայնքն աջակցեն։ Տոնոյանն ասում է, մանկապարտեզներն օրինակ ավելի շուտ են փակվում, քան աշխատող կանանց աշխատավայրերը։ Կանանց աշխատավարձը հաճախ չի բավարարում, որ այս ծախսերից բացի նաև դայակներին վճարեն, եթե մանկապարտեզը հարմար չէ նրանց։ Ընտանիքի հոգսն ու սերին առած կանայք դուրս են մնում աշխատաշուկայից։ Տոնոյանն արտերկրում տեսել է, թե խոշոր ընկերություններից մեկի կանայք ինչպես են իրենց բալիկների հետ առավոտյան աշխատանքի գնում, որովհետև այդ ընկերության մյուս մասնաշենքում աշխատակիցների երեխաների համար մանկապարտեզներ էին գործում։ Պարզվեց այդ նույն շենքում մեկ այլ մուտքով մտնում էին եւ այնտեղ ցերեկային կենտրոն էր, երեխաներին թողնում էին այնտեղ եւ ընդմիջման ժամանակ իջնում էին, տեսնում էին թե երեխաները ինչ վիճակում են եւ աշխատանք ավարտելուց հետո երեխաների հետ տուն էին վերադառնում։ Խնդիրը նրանում է, որ դու կապդ պահում ես երեխայի հետ, դու անհանգիստ ես աշխատանքային ժամերի ընթացքում եւ ավարտելուց հետո երեխայի ձեռքը բռնած կարողանում ես տուն վերադառնալ։ Եթե Հայաստանում էլ պետությունն օգնի գործատուներին, կանայք էլ իրենց աշխատավարձից շատ քիչ տոկոս հատկացնեն, ապա գուցե այստեղ էլ հնարավոր լինի երեխաների խնամքի հարցը լուծել, ասում է Տոնոյանը։ Ինքը ֆինանսական ռեսուրսներ է պահանջելու, բայց համատեղելով, մեկտեղելով այդ ռեսուրսները, պետականը հատկապես, եթե 1-2 օրինակ մենք ունեցանք վառ օրինակ, մի հատ պետական կառույցում, մի հատ օրինակ մասնավոր հատվածում, ձնագնդի նման ինքը կսկսի վերարտադրվել այդ լավ փորձը։ 2024 թվականի պաշտոնական տվյալներով Հայաստանում 15-ից 75 տարեկան կանանց 53%-ն է տնտեսապես ակտիվ, իսկ տղամարդկանց 71%-ը։ Տղամարդիկ 2-4 անգամ ավելի շատ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում։ Բավականին բարձր է աշխատանք չունեցող ու չփնտրող կանանց թիվը 47%։ Բայց չնայած այս վիճակագրությանը 2024-ի համընդհանուր գենդերային խզվածքի մասին զեկույցի համաձայն Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է 146 երկրների ցանկում 64-րդ տեղում է։ Խորհրդարանում օրինակ կանանց ներգրավվածությունը 36% է։ 2020-ին այս թիվն ավելի ցածր էր 23%։ Հայաստանի ներքին գործերի, արդարադատության, կրթության ու առողջապահության նախարարները կանայք են։